Փետրվարի 6-ից 22-ը Միլանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայանա 5 մարզիկով։ Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան հաստատել է օլիմպիական խաղերում Հայաստանի 3 դահուկորդների մասնակցությունը։ Դահուկավազքում Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը։ Լեռնադահուկային մարզաձևում օլիմպիական խաղերին առաջին անգամ մեր երկիրը կներկայացնի Հարություն Հարությունյանը։ Ընտրանուց ամենափորձառուն Միքայել Միքայելյանն է, որը նաև նախապատրաստական հագեցած փուլ է անցել։ Նրա համար սա երկրորդ օլիմպիական խաղերն են։ Ես օլիմպիական վարկանիշ ձեռք էի բերել դեռ 3 տարի առաջ, հետևաբար ուղղակի մարզվում եմ, այժմ մարզվում եմ Աշոցքում օլիմպիական խաղերին լավագույնս ելույթ ունենալու համար։ Դահուկավազքում դահուկային էլիտան համարվում է 30-յակը, ես անցյալ տարի կարողացա մտնել լավագույն 30-յակ ու իմ գլխավոր նպատակը հենց լավագույն 30-յակում եւ աշխարհի էլիտայում հայտնվելն է օլիմպիական խաղերի ընթացքում։ Գեղասահքում օլիմպիական ուղեգիր ունի նաև Կարինա Ակոպովը, Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը, որը ըստ մասնագետների լավ հեռանկար ունի։ Դեսպանատան ստեղծած խնդիրների պատճառով զույգը չկարողացավ մասնակցել Եվրոպայի առաջնությանը, որը գլխավոր մրցելույթից առաջ լավ ստուգատես կդառնար, բայց մարզիկներից ակնկալիքները մեծ են։ Մենք ամեն ինչ անելու ենք օլիմպիական խաղերին լավ ելույթ ունենալու համար։ Օլիմպիական կոմիտեի աջակցությամբ մենք շարունակում ենք նախապատրաստվել ձմեռային օլիմպիական խաղերին։ Վերջին մարզումները կլինեն Սոչիում։ Միլանի խաղերը մեր առաջին մասնակցությունն է այսպիսի մեծ ստուգատեսին։ Հուսանք մեկնարկը լավ կստացվի։ Հայաստանի առաջին պատվիրակությունը ձմեռային օլիմպիական խաղերին կմեկնի փետրվարի 3-ին։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։